Հեղափոխության արդյունքը փաստորեն էս է, ինչ որ մենք ունենք, այս քաղբանտարկալները, այս բռնությունները, եկեղեցու նկատմամբ տերորը, հələ չասենք Ղարաբաղի կորուստ։ Նրա արդյունքում է, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, քանի որ ուզում էր ոչ թե ռեֆորմներ իրականացնել, այլ պրոստը լավ ապրել, ինչ է, ասենք նորմալ բառերով եւ դառնալ Սերժ Սարգսյանից ավելի Սերժ Սարգսյան։ Ընդ որում ես հետաքրքիր բան եմ նկատում, որ ԿՊ-ի ներսում բան թիմում Սերժ Սարգսյանին շատ լավ են վերաբերում իրանք։ Շատ հետաքրքիր բան կա ու այնց նեղ խոսակցություններում ասում են դե ինքն էլ էր ուզում ես նույն բաներն անի, բայց չուներ են դուխը, որը մենք ունենք, էլի ժողովրդական աջակցություն չուներ այս ամեն ինչն անելու, մենք ունենք, մենք անում ենք։ Արմեն Գրիգորյանը ուրիշ բան է ասում։ Ասա հələ։ Որ պատկերացնում եք, ինսայդերական ինֆորմացիաներ ենք տալիս սրես։ Չէ, դե հրապարակային էլ է ասել, ասում է պատկերացնում եք այս ծանր պայմաններում 44 օրյա պատերազմ եւ հետո հանկարծ իշխանության լինեին նախկինները, ինչ կներ մեր հետ։ Ինչ կլներ մեր հետ։ Կորցնեինք պետականությունը պետականությունը, այսինքն պետականությունը։ Իսկ քանի որ Նիկոլներ մենք պահեցինք, եթե Սերժը եւ Ռոբերտը լինեին, պատկերացնում եք ինչ կլներ պետականությունը։ Ադրբեջանը ասում է ամբողջը կգրավեր։ Սյունիքն կգրավեր։ Լուրջ եք ասում, քեզ բանը։